Չբարկանամ։ Պարոն Ալեքսանյան, Ժողովուրդ միկրոֆոն տվեք, գնացեք մի քիչ այն կողմ, ինչ Ասենք ես մեքենաները հանեն ստեղից։ Զար դուք հանի ատես պահ միկրոֆոն։ Դես ասենք այն է բարի։ Վերջան, բարը դիալ ինձ ես քան հետ գնամ հետո խեղվելու եմ հավաքել, հա? Երկու շարժ կանոնած վստահաբար ոչինչ չի լինելու, էլի մի շարժ որ կանոնի նրանք որ ես քան հետ գնամ, ամեն ինչ կլինի բա։ լավ, գրում ենք երեխեք։ Այս համադատական։ Նախ ողջունում եմ բոլորիդ, շնորհակալ եմ շատ ձեր ներկայության համար, մեր հավասար պայքարում եք ձեր աշխատանքի համար, շնորհակալ եմ լավ, որ այսօր եղանակը բավականին լավ է, դրական տրամադրված մեր հանդեպ։ Նախ ուզում եմ նշեմ, որ արդեն 9-րդ ամիսն է, ինչ Սամվել Կարապետյանը, ապագա վարչապետ Սամվել Կարապետյանը գտնվում է ապօրինի կալանքի տակ եւ այսօր հերթական դատական նիստն է ապօրինի կալանքը երկարաձգելու հարցը քննարկվում արդեն այս պահին։ Ուզում եմ նշեմ, որ մեր այսօրվա պայքարը, առհասարակ մեր պայքարը ոչ մի մեր այս պահին ներքաղաքական ոչ մի բանի դեմ չի պայքարում։ Մեր պայքարը ազգային պայքար է, մեր պայքարը ազգային արժեքների վերականգնման եւ ազգային արժեքների պահպանման պայքար է։ Ես ավելի քան համոզված եմ, որ շատ շուտով ունենալու ուժեղ Հայաստան եւ վարչապետ Սամվել Կարապետյան։ Պարոն Ալեքսանյան, հաշվի առնելով, որ դաշտ է նետվում բազմաթիվ ինֆորմացիոն հոսքեր, թե Ռուսաստանից հեսանդրողներ են բերում, որ քվեարկեն Սամվել Կարապետյանի օգտին, կխնդրեմ այս մասով ձեր պարզաբանում եւ Փաշինյանը վերջին ճեպազրույցում վստահություն հայտնեց, որ ռուսաստանաբնակների մեծ մասը ԿՊ-ի օգտին է քվեարկելու, ինչ կասեք այդ վստահության մասին։ Տեսեք, վստահությունը որտեղից է գալիս մեր արդեն երկար ամիսներ է, ինչ պտտվում ենք ամբողջ Հայաստանի Հանրապետությունով մեկ, այցելում ենք մարզեր, մեր հայրենակիցների հետ շփվում ենք, մեր ունեցած վստահությունը, մեր ունեցած պատկերացումները հողի վրայի ռեալ մարդկանց հետ շփումների արդյունքում ձևավորված վստահություն է։ Այսքանը։ Արտաքին հետախուզության ծառայության հայտարարությանը ծանոթացել եք եւ նաեւ զուգահեռաբար այլ պաշտոնական ինչ-որ մեկնաբանություններ հաղորդագրություններ են լինում, թեև անուն, հասցե հստակ չի նշում, ամեն դեպքում ակնհայտ է, որ ձեր ուժին նկատի ունեն եւ նաեւ Ռուսաստանի Դաշնության հետ կապերի այսպես մեջ են կասկածում։ Եկեք թույլ տաք ձեզ այս անգամ մի քիչ հումորով արձագանքեմ, կհիշեք մի անեկդոտ կար այսպես որ ասում էր դուք էլ ասեք, լրիվ այդ պատմությունն է անկեղծ ասած ու չեմ կարծում որ մեկնաբանությանս արժանի որից է հայտարարություն են արել։ Լավ, այս հայտարարություններին գործողություններ ենթադրելի է, որ շարունակել են, ինչպես եղավ Մոլդովայում, չնայած Փաշինյանն ասել է այստեղ լինելու հայկական սցենարը, ամեն դեպքում կանխատեսելի է, որ այս հայտարարությունները ուղղակի չեն արվում են ինչ-որ հիմք պատրաստելու համար։ Ինչպես եք պատրաստվում հաղթահարել այս բարիերը, ինչպես եք պատրաստվում այս հիբրիդային գործակալների որսի անվան տակ պայքարը։ Մեր հայրենիքի հենասյունը մեր հայ ժողովուրդն է, մեր ժողովուրդն է, եւ մեր ժողովուրդը իր որոշմամբ եւ մեր ժողովուրդը իր քայլերով կտանի նրան, որ շատ շուտով կունենանք ուժեղ Հայաստան, իսկ ինչ վերաբերում է մնացած փոքրիկ որոշակի պլանավորված կամ իրենց կողմից պլանավորվող ինչպես դուք եք նշում այդ քայլերին, ձեզ հավաստիացնում եմ, որ ամեն ինչ կարգին է, ամեն ինչ լավ է լինելու։ Այսինքն դուք չունեք, որ այս պետական մարմնի հայտարարությունը ուղղված է ձեզ եւ փորձում են հող նախապատրաստել ձեր կուսակցությամբ ձեր հնարավոր գործողություններ իրականացնելու։ Հավաստիացնում եմ ձեզ, որ ամեն ինչ շատ լավ է, բոլոր սցենարները, որոնք որ առհասարակ հնարավոր է հաշվարկել, մեր թիմի կողմից հաշվարկված են, ինչպես տեսնում եք եւ ինչպես գիտեք, թիմում ունենք շատ պրոֆեսիոնալներ եւ հավաստիացնում եմ ձեզ եւ մեր հանրությանն էլ ասում եմ, հանգիստ եղեք, ամեն ինչ շատ լավ է լինելու, շուտով ունենալու ենք ուժեղ Հայաստան։ Ինչ? Ով է ձեր անցումային վարչապետի թեկնածուն։ Մեր վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է։ Մեր վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է։ Պարոն Ալեքսանյան, եթե
այնուամենայնիվ բացասական ներքո եւ այսօր դատարանը խափանամիջոցի փոփոխություն չանի, պարոն Ալեքսանդրյան, մնային կալանքի տակ ինչպես եք պատկերացնում առանց նրա զարշավը եւ դա արդյոք չի ազդի բացասաբար։ Ինչպես տեսնում եք, Սամվել Կարապետյանը այնպիսի թիմ ունի ձևավորած, այնպիսի ուժեղ թիմ ունի ձևավորված եւ հիմա քաղաքական թիմն է ձևավորվում այդ նույն հիմքի վրա, որ այս 9 ամիսների ընթացքում ինչ ապօրինի կալանքի տակ է նա գտնվում, իր բիզնեսները շարունակում են աճել։ Դա Սամվել Կարապետյանի ստեղծած, Սամվել Կարապետյանի կառուցած սխեմայով, կառուցած պրոֆեսիոնալներով թիմն է։ Եվ մենք շարունակում ենք շատանալ պրոֆեսիոնալներով, շարունակում է մեր թիմը համալրվել պրոֆեսիոնալներով, մենք ամեն ինչից անկախ ավելի քան վստահ ենք, որ շատ շուտով Սամվել Կարապետյանը կլինի մեզ հետ։ Պարոն Սուքիասյան, ասացիք բոլոր սցենարները, Ես Սուքիասյան ընկեր ունեմ, չեմ նեղանա։ բոլոր սցենարները այսպես ունեք, ինչպես է արձագանքելու, օրինակ քննարկվում է նաև կուսակցություն չգրանցելու հարցը եւ օրակարգում նման կուսակցություններ կան, այս մասով սցենար ունեք, այդպեսի ինչպես է արձագանքելու նախ այս հարցին։ Նարեկ ջան, բոլոր հնարավոր սցենարները հաշվարկված են, հավաստիացնում եմ, որ մեր հայրենակիցները կարող են մաքսիմում հանգիստ լինել, որ որևիցե զարգացման պատրաստ ենք մաքսիմում ուժով։ Եվ ի վերջո հայտնի դարձավ Սամվել Կարապետյանը կարող է հանրային խոսքով ուղերձով հանդես գալ, քանի որ փաստաբան ասում է մինչև վերջին շրջանում, իրավապահները այդ կառույցներից արձագանք չկա, որ կարող է, բայց երեք Նիկոլ Փաշինյանը տեսանք, որ բոլորովին այլ բանի մասն էր խոսում, անգամ պատրաստվում էր հեռախոս նվիրել այս մասով, ինչպես թեև ձեր գործընկերները այսօր հեռախոս նվիրեցին Նիկոլ Փաշինյանին, բայց ձեր տեսակետն է։ Հա, հուսամ Նիկոլ Փաշինյանի նվիրած մեր հեռախոսը տեղ կհասնի ամեն ինչից անկախ։ Ինչ վերաբերում է ձեր հարցին, Նարեկ ջան, կխնդրեմ մեր իրավաբաններին նաև ուղղեք այդ հարցը, որպեսզի ավելի իրավական մասով կարողանան արձագանքեն, բայց ես ինչքանով գիտեմ, գրություն ենք ուղարկել պարզաբանման համար օրենքի կետով արդյոք իրավունք ունի Սամվել Կարապետյանը տեսաուղերձ հղելու հայրենակիցներին, եթե չեմ սխալվում, այդպես էլ հավուր պատշաճի պատասխան չենք ստացել։ Պարոն Ալեքսանյան, միջազգային իրավապաշտպանները մոնիտորինգի նախնական գնահատականներով էին հանդես եկել, անդրադարձել էին նաև Սամվել Կարապետյանի կալանավորման դրվագին, այս ընթացքում այլ միջազգային կառույցների հետ ինչ շփումներ եք ունեցել, ինչ արձագանքներ ունեք եւ նաեւ Հայաստանում գործող միջազգային կառույցները նկատի ունեմ, դեսպանատներ եւ այլն։ Մեր ներողություն, քիչ առաջ կա։ Էլի առաջ կա։ Շատ լավ։ Մեր էլի կամ առաջ, շատ լավ։ Սարա ջան, մեր գոլեգաները ակտիվ աշխատում են բոլոր կառույցների հետ, բավականին ջերմ եւ լավ կառուցած հարաբերություններ ունենք, շարունակում ենք այդ հարաբերությունները ավելի լավացնել եւ հողի վրա մեծ աշխատանքներ են կատարվում։ Արձագանքներ կոնկրետ կան։ Արձագանքների մասին այս պահին դեռ չեմ խոսի։ Մեր իշխանական ԶԼՄ-ները տարածում են, որ դուք ամսական 120-ից 150 հազար դոլար եք ծախսում ֆեյքերի համար, սա խոսում եմ մի իշխանության ներկայացուցիչները, որոնց այդ ֆեյքերի գործարանի ազդեցությունները ակնհայտորեն տեսնում ենք, ինչ կասեք ընդհանրապես ֆեյքեր ունենալու հետ կապված ձեզ ուղղված մեղադրանքների մասին։ Ամեն ինչից անկախ ուզում եմ ասել, որ մենք հայերս շատ իսկական, շատ լավ ազգ ենք եւ վաղ թե ուշ այս ֆեյքամոլությունը պետք է վերանա Հայաստանից։ Ինչ վերաբերվում է ֆեյքերին, կուզեմ ասեմ, որ այդ ֆեյքերով տառապողներն իրենք են եւ իրենց բազմահազարանոց ֆեյքերի բանակի վրա իրենք ծախսում են մեր տատիկ պապիների թոշակների գումարները, վատնում են պետբյուջեն կոմենտ գրողների վրա։ Պարոն Ալեքսանյան, շատ իսկ ինչ վերաբերում է ներողություն եմ խնդրում, իսկ ինչ վերաբերվում է մեզ ուղղված հարցին իբր թե մենք ունենք ֆեյքեր, մենք չունենք ֆեյքեր, մեր աջակիցները իրական մարդիկ են, մեզ լայք դնողները իրական մարդիկ են եւ փողոցում
Երևանում, մարզերում մեզ հանդիպող եւ մեզ ժպտացող մարդիկ իրական մարդիկ են եւ իրենց մարզային այցերի նման նույն մարդիկ բոլոր տեղերում չեն կրկնվում եւ ինչ որ ձևավորված ինչ որ արհեստական ժպիտներ, արհեստական հարցեր չեն ձևավորվում, մենք շփվում ենք մեր հայրենակիցների հետ, իրական մարդկանց հետ, իրական մարդկանցից լսում ենք իրենց խնդիրները եւ պատմում ու ներկայացնում ենք մեր ծրագրերը տնտեսական, թե ինչ են ունենալու իրանք 3 ամիս հետո։ Իհարկե։ Պարոն Ալեքսանյան, մեր իշխանական թևից նաեւ այսպիսի կարծիքներ են հնչում, որ դուք ձեր աջակիցներին գումարով եք հավաքում եւ այդ տեղեկատվությունը ճիշտ ժամանակին, ճիշտ պահին օգտագործելու են ձեր դեմ։ Լիա ջան, տեսեք։ Առնվազն ամբողջ իրավապահ համակարգը հիմա ուշի-ուշով հետևում է ձեր բոլոր քայլերին։ Ես շատ ուրախ եմ, որ իրավապահ համակարգը ուշի-ուշով հետևում է, ցավոք սրտի այս մարդկանց իրենց իրական գործից կտրել են եւ առավոտից իրիկուն մեզ են հետևում այս մարդիկ, իրանց բան ու գործը թողած իրական, այդ իսկ պատճառով էլ հավանաբար Հայաստանում շատ խնդիրներ են առաջացել եւ շարունակում են առաջանալ, հանցագործությունների թիվը աճել է։ Ինչ վերաբերում է մարդկանց, Լիա ջան, գիտեք ոնց ասեմ, հավանաբար այս մարդիկ ինչ որ հետ են վարժվել, հավանաբար այս մարդիկ վաղուց չեն տեսել, թե ինչպես է լինում, որ իրական մարդիկ աջակցում են իրական մարդկանց, ոնց են հույսով եւ հավատով կանգնում ուժեղ առաջնորդի կողքին առանց որևիցե սպասման, սպասումն ու հույսը հավատնա ուժեղ առաջնորդի, ուժեղ Հայաստանի իրական եւ երկարաժամկետ խաղաղության։ Գումար չեք բաժանում։ Հավաստիացնում ու համոզված ասում եմ ձեզ, որ որևիցե դեպք չի կարող լինել, եթե իհարկե ԱԱԾ-ի Գևորգի պատմությունը չի, այստեղ իրական մարդիկ են հավաքված եւ հավաստիացնում եմ ձեզ, չգիտեմ, տեսնում եմ, որ բազմահազարավոր մարդիկ են դեռ գալիս, չգիտեմ դեռ ինչքան կգան, բայց հավաստիացնում եմ, որ 100,000-ավոր մարդիկ սրտանց ցանկություն ունեն լինելու այստեղ, բայց էկրաններից այն կողմեն առիթից օգտվելով ողջունում եմ բոլորին։ Անցնող տարվա ընթացքում հարած քաղաքացին ինչ կապ ուներ Դե ինչպես նկատեցիք մեր Facebook-յան էջերում կատակի տվեցինք եւ անցանք առաջ, ով ինչանի պետք է ասեն Սամվել Կարապետյանի աջակիցներն են։ Անցնող 8 տարվա ընթացքում անդադար խոսում են իշխանության քաղաքական պատասխանատվության, բայց նաև հաշվի առնելով այն հայտարարությունները, որ իշխանությունը ամենօրյա ռեժիմով օրենքներ է խախտում, այդ թվում եւ սահմանադրական, իրավական պատասխանատվություն լինելու է հունիսի 7-ից հետո, եթե օրինակ իշխանության գա ձեր ուժը։ Հունիսի 8-ին սկիզբ է դրվելու ուժեղ առաջնորդով, վարչապետ Սամվել Կարապետյանով, ուժեղ Հայաստանի սկզբին։ Ես բազմիցս ասել եմ, հիմա էլ եւս կասեմ, որ այդ օրվանից սկսած ամեն ինչ լինելու է իր տեղում։ Օրինակ ներկա ԿՊԱ-ականներից կլինեն մարդիկ, ովքեր ճաղերի հետևում կլինեն։ Թույլ տակ ասեմ, այդ օրվանից սկսած Հայաստանում լինելու է անկախ դատարան, Հայաստանում լինելու է անկախ իրավական համակարգ եւ ձեզ հավաստիացնում եմ, որ անկախ դատարաններն ու անկախ աշխատող իրավական համակարգը կորոշի ով եւ ինչ կերպ պիտի պատժվի։ Եթե կլինեն նմանատիպ մարդիկ, հավաստիացնում եմ ձեզ, որ օրենքի ամբողջ խստությամբ պատասխան կտան առավել եւս դավաճանները։ Ալեքսանյան, իսկ ինչ կասեք ամերիկյան միջազգային ինստիտուտի հարցման մասին, որը Ալեն Սիմոնյան Դե դուք էլ ասեք, հա։ Մի հատ խնդրանքս ներեկություն վայրի։ Չեք վերաբերվում, որ 6% են տվել։ Անկեղծ հրավիրում եմ ձեզ, երբ ուզեք, ես կհարմարվեմ, հրավիրում եմ ձեզ բոլորիդ, միասին, ինձ հետ միասին գնանք մարզային այցերի, գնանք մտնենք քաղաքներ, գյուղեր, շփվենք մարդկանց հետ, ինքներդ կարծիք կազմեք։ Դուք ինչքան եք հաշվել, պարոն Ալեքսանյան, ինչքան եք հաշվել։ Ներկայացրեցինք այս վերջերս, թվեր այս պահին անգիր չեմ հիշում, որովհետեւ մեկը կարող է մեր չեմ հիշում։ Հավաստիացնում դե շատ լավ թվեր ունեք։ Դուք վստահ եք, որ ընտրություններով հնարավոր է իշխանություն փոխել Հայաստանում։ Գնում ենք օրինական, գնում ենք սահմանադրության եւ օրենքի ճանապարհով, գնալու ենք միջև վերջ, իսկ այդ միջև վերջը ուժեղ Հայաստանը Ամեն անգամ երբ Նիկոլ Փաշինյանի թիմը հաղթանակ է տանում, ընդդիմադիր դաշտից ասում են, որ կեղծվել են ընտրության արդյունքները։ Լիա ջան, այս սովորական ընտրություններ չեն, ինչպես բոլորդ հասկանում եք եւ մեր հանրությունն էլ հստակ գիտակցելա, որ այս սովորական ընտրություններ չեն, նմանատիպ ընտրություններ Հայաստանում չեն եղել, այս ընտրությունները ճակատագրական են,
Հայաստանի Հանրապետության պետականության մեր դրոշի եւ մեր զինանշանի ու առհասարակ մեր բոլորիս համար։ Փաշինյանն է ասում է սա պետք է ընտրություն լինի։ Թույլ տակ ավարտեմ, նենց որ հայրենակիցներից կոչ եմ անում, որ ամսի 7-ին բոլորը գնան ընտրությունների եւ մասնակցություն ապահովեն, մաքսիմում մասնակցություն ապահովեն ընտրություններին։ Գնացեք, ընտրեք, ում ուզում եք։ Մենք ձեզ ներկայացնում ենք մեր ծրագրերը, մենք ձեզ հստակ ցույց ենք տալիս ինչ եք ունենալու վաղը եւ մեր անցած ճանապարհն է ցույց է տալիս, որ մենք մեր խոսքի տերն ենք, մենք անելու ենք ինչ որ ասել ենք, անելու ենք ավելի շատ, գնացեք ընտրության։ Պարոն Ալեքսանյան, իշխանությունները անընդհատ են թեզն են շրջանառում, որ դուք վերջում միանալու եք այս կամ այն ուժին, օրինակ Ռոբերտ Քոչարյանի անուն են տալիս, ձեր ձայները տալու եք իրեն, ձեր վարչապետի տեխնատուն ինքն է լինելու, կարող եք հստակ հայտարարել, որ այդպիսի բան չկա, կամ եթե կա, ասեք ո՞վ։ Ես չգիտեմ էլ ոնց խոսենք, հասկանում եմ Վահե ջան, բայց մենք չգիտենք էլ ոնց խոսենք, բազմիցս հայտարարվել է եւ բազմիցս ինքներդ ձեր հարցը ուղղել եք պարոն Նարեկ Կարապետյանին եւ հստակ պատասխան եք ստացել։ Եվս մեկ անգամ ձեզ բոլորիդ եւ մեր հայրենակիցներին ասում եմ, մեր վարչապետի տեխնացուն Սամվել Կարապետյանն է եւ դա բացարձակապես քննարկման ենթակա չի։ Ձեր տված մեր քվեները, դրանք մեր քվեներն են, դրանք Սամվել Կարապետյանի քվեներն են եւ ձեզ հավաստիացնում եմ, որ որևիցե մեկին 0.5 թղթի կտոր չի գնալու։ Իսկ եթե չգրանցեն ձեր կուսակցությունը կամ մերժեն գրանցումը կամ ինչ-որ պահից խնդիրներ առաջանա, դիմեն դատարան։ Վայ ջան, քիչ առաջ նորից անդրադարձանք այդ հարցին, բոլոր հնարավոր տարբերակների լուծումները կան։ Գնանք առաջ, միջև վերջին տարի պլաններն ունենք։ Պարոն Ալեքսանյան, Նազելի Բաղդասարյանը վարչապետի խոսնակը գրառում է անում եւ ձեզ խորհուրդ է տալիս, որ ձեր քաղաքական հյուրախաղերը շարունակեք Հայաստանից անդին, Կալուգայում, դուք իրեն ինչ խորհուրդներ կտաք։ Ձեզ այսպիսի մի բան կասեմ, խորհուրդ չեմ տա, այդ հետո իրենց խորհուրդ չեմ տա, որովհետև այս տարիների ընթացքում հստակ հասկացել ենք, որ իրենք ունակ չեն որևիցե խորհրդի լսելու։ Այս տարիների ընթացքում բազմիցս խորհուրդներ են տրվել իրենց ամբողջ թիմին, որպեսզի ճիշտ աշխատեն։ Անձամբ ես էլ բազմիցս ունեցել եմ փորձ ուղիղ խորհուրդ տալու, մարդիկ չեն ընկալում եւ Նարեկ Կարապետյանը այս վերջերս լավ օրինակ բերեց, Սամվել Կարապետյանը տարիներ շարունակ, տասնյակ տարիներ շարունակ իր գործով, իր օրինակով եւ իր խորհուրդներով փորձել է այնպես ամեն ինչ աշխատի ճիշտ ի բարօրություն Հայաստանի Հանրապետության եւ ի բարօրություն մեր ժողովրդի։ Հասկանում ենք ներողություն, հասկացել է որ չի ստացվում, հիմա ուղղակի ձեռքերը շորերը բարձրացրել, ասում մի կողմ գնացեք, ես ինքս կանեմ։ Քաղաքացիական պայմանագիրը կանխիստի քարոզարշավը ավելի շուտ է սեփական օրենքին ներկայացրալի։ Հավանաբար նկատած կլինի պետական շենքերի վրա սրտիկներ են բացված եւ երևում գրված է խաղաղություն։ Դա խաղաղության գովազդն է, թե քաղաքացիական պայմանագիր։ Տեսեք, դա իրենց թվացial եւ մեր ժողովրդին խաբելու ինչ որ ակցիա է կամ քարոզչություն մեր հայրենակիցները արդեն այս տարիների ընթացքում հասկացան, որ որևիցե խոսք իրենց կողմից հնչած արժանահավատ չէ եւ առավել եւս ինչ վերաբերվում է խաղաղության 2021 թվականի ընտրություններից առաջ էլ խոսք էին տալիս խաղաղություն եւ 4-ը գերլարում բերեցին ժողովրդի գլխին ամենակիչը ասեմ Տավուշից շրջաններ հանձնվեցին ժողովուրդը հասկացել է որ էլ չի լինելու տեսեք մեր թշնամին էլ հասկացել է որ մեր այսօրվա իշխանությունները թույլ են եւ թույլատրել են Հայաստանը եւ օգտվում են արդից եւ պահանջատիրական ձևով շփվում են եւ այս իշխանություններն էլ սպասարկում են իրենց օրակարգը այդ իսկ վաճառով ասում ենք որ շուտով
Սամվել Կարապետյանը կլինի վարչապետ, մենք կունենանք ուժեղ Հայաստան, կունենանք ուժեղ տնտեսություն, կունենանք ուժեղ դիվանագիտություն, կունենանք իրական երկարաժամկետ խաղաղություն։ Պարոն Ալեքսեյանը ներկուսակցական քարոզարշավը ԿՊ-ի սկսվել է եւ տեսնում ենք Փաշինյանը մեկ քաղաքացու տոպրակն է բարձրացնում վերև, մեկ նարդի է խաղում։ Դուք ինչպես եք պլանավորում քարոզարշավը իրականացնել եւ ունեք արդեն կարգախոս ընտրված։ Մեր քարոզարշավի մանրամասների մասին շուտով կասեմ, բայց հիշատակեցիք մի նարդի խաղալու օր, որը հավասար էր պերաշկի ուտելու օրվան, երբ մեր հարևան բարեկամ պետությունը պատերազմի մեջ էր եւ մեր երկրի ամբողջ ղեկավար կազմը մի ավտոբուսով շրջում էր մարզերով պերաշկի ուտելով, նարդի խաղալով, այդ ամենակիչը անհարգալից վերաբերմունք էր մեր հարևան բարեկամ պետությանը։ Դուք ինչ որ նշում եք տոպրակ է բարձրացնում ինչ-որ բան, հավանաբար ավելի շուտ համոզված եմ, որ շատ նմանատիպ վիդեոներ եք տեսել, թե ինչպես են վերաբերվում Նիկոլին մեր քաղաքացիները, ինչպես են ինչ բացական վերաբերմունք կա Նիկոլի եւ իր թիմի հանդեպ առհասարակ մարզերում եւ առավել եւս իրենց առաջի ուղիղ եթերում ինչքան հետաքրքիր պատմություններ եղավ, ձեզանից շատերի կողմից շատ հետաքրքիր փոքրիկ ռիլեր կտրտվեցին եւ բոլորս էլ ականատես եկանք։ Ես եմ շնորհակալ, բոլորիս լավ օր։ Հարգելի հետևորդներ, զրուցում էի